Բանակային անցնող շաբաթն ամփոփելու ժամանակն է, բարի երեկո։ Թողարկման մեջ տեղ գտած թեմաների մասին նախ համառոտ։ Ամփոփիչ քննություններ ուսումնական զորամասերում կրտսեր հրամանատարների նոր հերթափոխը շուտով կմեկնի նախորոշված հիմնական զորամասեր։ Հիմնանորոգված շենքշինություններ, ծառայության ավելի բարեկեցիկ պայմաններ, զինված ուժերում լայն թափով շարունակվում են կապիտալ շինարարական աշխատանքները։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարբերակները զորակոչի ենթակա քաղաքացիները կարող են մասնակցել Պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթներին։ Եվ հայ զինվոր պաշտոնաթերթի զարգացման ու բարեփոխման նոր փուլը, այն ընթերցողին է ներկայանում նոր ընդգրկում բովանդակությամբ ու խորագրերով։ Բանակում ծառայող յուրաքանչյուր զինվոր գիտակցում է իր խնդիրն ու առաքելությունը, եւ այդ գիտակցումն է, որ նրա մշտապես մղում է ծառայության ընթացքում լինել բարեխիղճ, կարգապահ եւ պարտականությունների մեջ չթերացող։ Բացառություն չեն նաև ներկայացվող հրետանային ուսումնական ստորաբաժանման զինվորները, որոնք այս օրերին ամփոփում են ուսումնաշրջանը եւ պատրաստվում մեկնել նախորոշված հիմնական զորամասեր որպես կրտսեր հրամանատարներ։ Մարշ հրամանով անձնակազմը սկսում է նորմատիվի կատարումը։ Ուսումնական փուլի ավարտական քննություններն են, որոնց նպատակն է ստուգել ժամկետային զինծառայողների ֆիզիկական պատրաստվածությունն ու մասնագիտական կարողությունները։ Օրվա լավագույն արդյունքը գրանցում է շարքային Երվանդ Եդիգարյանը։ Նա վազքով 100 մետրը հաղթահարում է ընդամենը 12 վայրկյանում։ Այդպիսով շրջանցելով նույնիսկ քննության գերազանց արդյունքի շեմը 14 վայրկյանը։ Նախկինում զբաղվել եմ բասկամարտով, 2 անգամ դարձել եմ Հայաստանի չեմպիոն, մասնակցել եմ աշխարհի առաջնությանը, մարզային տարբեր առաջնություններում չեմպիոն եմ դարձել, գալով բանակ, այդ ամենը ինձ շատ է օգնել եւ կանգ չենք առնում, փորձում ենք ավելի առաջ գնալ եւ կատարելագործել մեր հնարավորությունները։ Զորամասի տարբեր հատվածներում բացազատված են ուսումնական կետեր։ Հանձնաժողովները ըստ առարկաների ստուգում են հրետանավորների մասնագիտական իմացության մակարդակը։ Զինվորները ընտրում են հարցաթերթիկը, ուշադրությամբ ընթերցում եւ հրանոթի կողքին պատրաստ են առաջադրանքը կատարելուն։ Հանդիսանալով հրանոթի հրամանատար, ես քաջ գիտակցում եմ, որ մենք պարտավոր ենք ուսուցանվել պատշաճ կերպով։ Զինվոր լինելը պատիվ է յուրաքանչյուր տղամարդու համար եւ անշուշտ բանակը շատ կարեւոր դեր ունի յուրաքանչյուր մարդու ծառայած մարդու կյանքում։ Քննությունների զուգահեռ դաշտային պայմաններում ուսումնական վարժանքներն ակտիվ փուլում են։ Գրագետ ու ճշգրիտ փոխլրացնող գործողությունների շնորհիվ հաշվարկն արագ բացազատում է հրանոթը։ Անցած ամիսների ընթացքում տղաների ձեռք են բերել այնպիսի հմտություններ, որ կարողանում են ուսումնական խնդիրը կատարել գրեթե անթերի։ Մենք ուսումնական ծրագրի փուլի ընթացքում ծրագիրը լիարժեք հասցրել ենք ավարտին, յուրացրել է ուսուցանվող կազմը լիարժեք ծրագիրը եւ բավականին բարձր արդյունքներով ակնկալում ենք, որ քննությունները կհանձնեն կուրսանտները։ Մենք վստահ ենք, որ մեր շրջանավարտները համալրելով զինված ուժերի շարքերը բարձր մակարդակով կարողանան կազմակերպեն իրենց ծառայությունը, որպես հրամանատար եւ որպես մասնագետներ։ Արդեն քննության երկրորդ օրն է, ինչ հանձնաժողովը արձանագրում է բարձր պատրաստվածություն եւ ընդգծում։ Հրետանավորները մանրամասն ուսումնասիրել են ինչպես մասնագիտական, տեխնիկական, այնպես էլ հասարակական պետական առարկաները եւ աչքի են ընկնում խորքային գիտելիքներով։ Ուսումնական կենտրոնը լավ պատրաստված է, բարի աջող քննությունները ավարտելուն, տպավորված եմ անկեղծ ասած ժամկետային զինծառայողների պատրաստվածության, նրանց ոգևորության, տրամադրվածության, քանի որ վստահաբար կարող եմ ասել, որ նման զինծառայողները ցանկացած պահի կարողանալու են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Ուսումնական մեկ այլ կետում տեսական քննություններն են։ Շարքային անձնակազմը փոքրինչ լարված է, բայց վճռորոշ պահին կարողանում է լիարժեք եւ սպառիչ պատասխանել հանձնաժողովի հարցերին։ Կրակել Մարկոցի, նշանակել 100 մետր, ակտված հետևակ, բեկորա ֆուգասայինով, այդուցիչ բեկորային։ Հրետանային այս ստորաբաժանման հագեցած ուսումնանյութական բազայի եւ ժամանակակից տեխնիկայի շնորհիվ այստեղ ուսուցումն իրականացվում է համակողմանի։ Ուսուցանվող անձնակազմը հնարավորություն է ունենում մի քանի ամսում դառնալ պատրաստված եւ հմուտ զինվոր, իր զենքին լիարժեք տիրապետող մասնագետ։
Հայրենիքի պաշտպան լինելու գիտակցումը սկզբունք է բոլոր զինվորների համար։ Եվ այսպես եւս մի քանի օր քննությունները կշարունակվեն, որից հետո անձնակազմը կմեկնի կարճատև արձակուրդ։ Ապա ուժերը վերագտած կուղևորվի իր հիմնական զորամաս, որպես մասնագետ փոքր ստորաբաժանման հրամանատար, ծառայելով հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու խաղաղությանը։ Լաուրա Մամյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ։ Սպաների բնակարանային ապահովման ծրագիր 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են 3 սենյականոց 75-ից 80 քառակուսի մետր մակերեսով բնակարաններ Երևան քաղաքում։ 20-ամյա պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում բնակարանը զինծառայողին փոխանցվում է անհատույց սեփականության իրավունքով։ Դարձիր կադրային զինվորական, կերտելով ապահով ապագա։ Ձմեռային զորակոչի ընթացքում զինված ուժերի ուսումնական բոլոր ստորաբաժանումները համալրած ժամկետայինները այս օրերին քննություններ են հանձնում, հանձնաժողովի սպաներին ներկայացնում ձեռք բերած փորձն ու հմտությունները։ Ներկայացվող ռեպորտաժը ինժեներասակրավորների նոր հերթափոխի քննական ակտիվ եռուզեռի մասին է։ Զարոյի Ռշտունին է զրուցել ժամկետային զինծառայողների հետ, ամբողջացրել նրանց սպասումներն ու տպավորությունները բանակային կյանքի մասին։ Անայք կուրսանտներ, ամփոփիչ քննությունների շրջանակներում Վերջին ցուցումները ստանալուց հետո ինժեներասակրավորային զորամասի զինվորները պատրաստվում են մարտավարամասնագիտական քննության մեկնարկին։ Ճոք, սկսել ակային տեղադրումը։ Եվ ահա ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքի ու հմտությունների ստուգումը սկսված է։ Մասնագիտական առարկաների գնահատման ժամանակ անձնակազմն արդեն տվել է տեսական գիտելիքների իմացության 3 հարցերի պատասխանները, վերջի հարցը 4-ը, որը որ իրենից ներկայացնում է գործնական պարապմունք, անձնակազմին նախապատրաստեցինք, բերեցինք ուսումնական դաշտ։ Առանձին ականների տեղադրում, ականորցիչը երթային վիճակից մարտական վիճակի բերում, ականների հայտնաբերում եւ նույն գործողությունը քարաթաթ ճանկիչի նետմամբ։ Շուրջ 6 ամիս քրտնաջան աշխատանքի արդյունքը գոհացնող է։ Անձնակազմի մարտական պատրաստության տեսական գիտելիքների իմացությունը գնահատվել է լավ, գործնական հմտությունները լավ։ 6 ամիս սովորել եմ սակրավորի մասնագիտությունը, այնուհետև ինժեներական մասնագետների պատրաստության դպրոցում մնացել եմ որպես ջոկի հրամանատար, հիմա ես եմ իմ անձնակազմին ուսուցանում։ Պատրաստված զինվոր դառնալու գրավականը անկասկած ուսուցումն է, մասնագիտական զենքի ու սպառազինության լիարժեք տիրապետումը։ Այս հարցում մեծ ներդրում ունի հրամանատարների ամենօրյա հետևողական աշխատանքը։ Հաջորդ քննությունը ֆիզիկական պատրաստությունից է, որքան կոփված եւ ուժեղ է զինվորը, այնքան բարձր է ցանկացած խոչընդոտ հաղթահարելու նրա պատրաստականությունը։ Ֆիզիկական պատրաստությունը մարդու, հատկապես զինծառայողի կյանքում շատ մեծ կարևոր դեր ունի, որպես զինծառայող պետք է կոփված լինենք, պատրաստված լինենք, իսկ այսօրվա քննությունը մենք հանձնեցինք բավական լավ։ Գևորգին այնքան է գրավել սակրավորի մասնագիտությունը, որ որոշել է երկամյա ժամկետային ծառայությունը փոխարինել հնգամյա պայմանագրային ծառայությամբ, ընտրելով պաշտպան հայրենյաց ծրագիրը։ Միացա պաշտպան հայրենյաց ծրագրին, որպեսզի ավելի մոտ լինեմ իմ սիրելի մասնագիտությանը։ Ծրագիրից նաև դուր է գալիս այն բանը, որ սոցիալական ապահովումն ավելի լավ է, ծառայում եմ գրեթե իմ տան մոտ։ Մոտ 2 տարի ծառայում եմ հայոց բանակում։ Տարի 6 ամիս է ծառայում եմ պաշտպան հայրենյաց ծրագրով։ Բացի սոցիալական վիճակի բարելավումից եւ ծառայությունը տանը մոտ անցկացնելուց, երիտասարդ տղան ծրագրի եւս մեկ առավելություն է նշում։ Ծրագիրը հնարավորություն է տալի, որ իմ ուսումով զբաղվեմ, օրինակի համար ֆուտբոլ սեպտեմբերին կընդունում եմ ֆիզկուլտ ինստիտուտ։ Իսկ ուսումնական առօրյան առավել արդյունավետ կազմակերպելու համար զորամասում հարմարավետ պայմաններ են ստեղծվում։ Կառուցվել է նոր շտաբ, բարեկարգվել է զորամասի ընդհանուր տարածքը, թարմացվել է արտաքին լուսավորությունը։ Առաջիկայում նախատեսվում է եւս մեկ զորանոցի կառուցում, եւ այս ամենը զինվորների կենցաղային եւ ուսումնական պայմանները բարելավելու եւ ծառայությունը պատշաճ կերպով իրականացնելու համար։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։ Պաշտպան հայրենյաց ծրագիր, որը շարքային եւ սպայական կազմերին հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնել 5 տարի ժամկետով։ Պայմանագրի կնքման օրվանից սկսած բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, ատեստավորման եւ մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում նաեւ հավելավճարներ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին 5 միլիոն դրամ պատվովճար գումարն ազատ տնօրինելու իրավունքով։ Պաշտպան հայրենյաց, պատվաբեր կոչում եւ առաքելություն։ Մեր հաջորդ տեսանյութը պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին առաջարկվող այլընտրանքային հնարավորությունների մասին է։
Մասնավորապես զորակոչիկները կարող են մասնակցել Պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթներին եւ ըստ այդմ օրինակ ծառայության անցնել զինված ուժերի պատվոպահակային, մարզական կամ ռազմանվագախմբային վաշտերում։ Մրցույթներ են հայտարարվել նաև զորակոչի ենթակա այն քաղաքացիների համար, որոնք զբաղվում են ծրագրավորմամբ, ցանցային ադմինիստրացիայով կամ կիբերանվտանգությամբ։ Իսկ 1991 ստորաբաժանման արհեստական բանականության դասակում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու մրցույթին կարող են մասնակցել ռոբոտատեխնիկական, տվյալների ճարտարագիտության ու վերլուծության մասնագիտացում ունեցող երիտասարդները։ Զանգվածի եւ հասակի կանոնավոր հարաբերակցություն, գեղեցիկ եւ համահունչ դիմագծեր, դաջվածքների բացակայություն, 1 մետր 80-ից 1 մետր 90 սանտիմետր հասակ, 6 մետր հեռավորությունից շշուկային լսողություն։ Եթե 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացին ունի այս չափորոշիչները, ապա կարող է հայտ ներկայացնել զինված ուժերի պատվոպահակային վաշտում ծառայելու համար։ Զինկոմիսարիատները վերջին ստուգումների ժամանակ տեսնելով տվյալ զորակոչիկի թե հասակը, թե առողջականը, թե ֆիզիկական տվյալները, որը համապատասխանում է պատվոպահակային վաշտում ծառայելու համար, նրանք պարտավոր են տեղեկացնելու զորակոչիկին, զորակոչիկի համաձայնության ցանկության դեպքում դիմումի ներքո ընդգրկում են համապատասխան ցուցակներում տեղերի սահմանափակ լինելու պատճառով զորակոչիկների ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ։ Զորակոչիկների ընտրությունը կատարվելու է հուլիսի 9 եւ 10-ին նախորոշված վայրում։ Պաշտպանության նախարարությունը հայտեկ կիբերանվտանգության կենտրոնի հետ համատեղ հայտարարել է մրցույթ նաև զորակոչային տարիքի այն անձանց համար, որոնք զբաղվում են ծրագրավորմամբ, ցանցային ադմինիստրացիայով կամ կիբերանվտանգությամբ։ Նպատակը մեկն է համալրել զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիական մասնագետների խումբը։ Մրցույթին մասնակցել ցանկացող զորակոչիկները պետք է գրանցվեն նշված կայքում մինչև հուլիսի 5-ը։ Եվս մեկ մրցույթ էլ հայտարարվել է երաժշտական, փողային եւ հարվածային գործիքների տիրապետող զորակոչիկների համար։ Զինակոչիկը պետք է դիմի տարածքային զինկոմիսարիատ, ներկայացնելով կրթությունը հավաստող փաստաթուղթը։ Հանձնաժողովը կազմված է 5 հոգուց, որից 2-ը քաղաքացիական երաժշտական մասնագետներ, 3-ը զինվորականներ։ Երաժիշտը պարտավոր է իմանալ տեսություն, սոլֆեջո հարմոնիա։ 2 պիես եւ 2 էջուտ պետք է նվագի զորակոչիկը, պատասխանի նաեւ ծրարում արկա տեսական հարցերի։ Կուտակված միավորների հանրագումարում էլ պարզվում է զորակոչիկը ընդգրկվում է զինվորական նվագախումբ, թե ոչ։ Մինչև 70 բալը համարվում է ոչ անցողիկ շեմ, ինչը նշանակում է, որ մրցույթին մասնակցող անձը զորակոչվում է ընդհանուր հիմունքներով։ Գերազանց գնահատականները ստացած զինակոչիկները մասնակցում են գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի վիճակահանությանը։ Սարդարապատպարային խմբի համալրումը կատարվում է նույն ընթացակարգով, բայց առանց տեսական քննության։ Սպորտի բնագավառում բարձր մարզական նվաճումներ ունեցող նորակոչիկներն էլ հնարավորություն ունեն զորակոչվել մարզական վաշտ։ Գնդապետ Արման Դավթյանը նշում է, որ հաշվի են առնում, թե տվյալ սպորտաձևը մեր երկրում ինչ զարգացում ունի։ Հետևաբար տարբեր սպորտաձևերի համար սահմանվել են տարբեր չափորոշիչներ։ Օրինակ, ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ մարզաձևերից զինծառայողների համար պահանջվում է աշխարհ, Եվրոպա, օլիմպիական խաղեր, եվրոպական խաղեր եւ այլ մրցաշավերում 1-ից 5-րդ տեղ նվաճել։ Իսկ օրինակ սուսերամարտի համար մինչև 16 եւ մարզաձևեր կա մինչև 32-րդ տեղ թույլատրվում է։ Մրցույթին մասնակցել ցանկացող զորակոչիկները պետք է դիմում ներկայացնեն մինչև հուլիսի 6-ը։ Պահանջվող փաստաթղթերի ցանկում պարտադիր է մարզական նվաճումները հավաստող փաստաթուղթը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ինչպես Պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի մասնագետները, այնպես էլ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները։ Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարվել է մրցույթ նաև 1991 ստորաբաժանման արհեստական բանականության դասակում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել ռոբոտատեխնիկական, մեքենայական ուսուցման, տվյալների ճարտարագիտության եւ տվյալների վերլուծության մասնագիտացում ունեցող զորակոչիկները։ Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին, կարող են մուտք գործել 1991.mil.am կայք։ Տաթևիկ Աբրահամյան, Հովանես Գրիգորյան, Զինուշ։ 18-ից 27 տարեկան իքական սեռի ներկայացուցիչները կամավոր հիմունքներով կարող են անցնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության 6 ամսով, բացառապես ուսումնական զորամասում։ Ծառայության ժամկետի ավարտին մասնակիցները կստանան 1 միլիոն դրամ պատվովճար։
6 ամսյա ժամկետի ավարտին ծրագրի մասնակիցները կարող են ծառայությունը շարունակել Պաշտպան հայրենյաց ծրագրով եւ անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 128 կամ դիմել տարածքային զինվորական կոմիսարիատ։ Հաջորդը կարող է լինել հենց դու։ Զինված ուժերում տարբեր ուղղություններով շարունակվում են բարեփոխումները, որոնց նպատակն է ավելի բարեկեցիկ եւ նպաստավոր պայմաններ ստեղծել ծառայության համար։ Այդ բարեփոխումների կարևոր բաղկացուցիչն են տարբեր զորամասերում լայնածավալ ընթացիկ շինարարական աշխատանքները։ Մեր գործընկեր Ներսես Իվանյանն է զրուցել կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Արթուր Սողոմոնյանի հետ։ Պարզելու թե ինչ շինարարություններ են ընթանում զորքերում եւ հիմնանորոգված ինչ նոր շենք շինություններ շուտով կհանձնվեն շահագործման։ Զորամասերում, զորավարժաններում ու բանակային դիրքերում չի դադարում շինարարական գործընթացը։ Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության համակարգված հսկողության ներքո կառուցվում են հիմնովին նոր զորանոցներ, ճաշարաններ եւ սպորտ հրապարակներ։ Իրականացվում են զորանոցների ընթացիկ վերանորոգման աշխատանքները։ 24 թվականի համեմատ 25 թվականի ընթացքում էապես ավելացվել են կատարվող աշխատանքները եւ բավականին մեծ ծավալներ են թե գույքի ձեռքբերման, բարելավման ուղղությամբ եւ շինական աշխատանքների կատարման ուղղությամբ։ Հիմնական աշխատանքների մասին զորքի կենցաղային պայմանների բարելավման տեսակետից առանձնակի տեղ են գրավում ճաշարանների վերակառուցման աշխատանքները, նոր ճաշարանների կառուցման աշխատանքները եւ կենցաղային պայմանների բարելավման ուղղված բոլոր աշխատանքները, այդ թվում գույքի ձեռքբերումը։ Օրինակ այս օրերին ավարտին են մոտենում մոդուլային հերթական զինավանի կառուցման աշխատանքները։ Բարեկարգվում է հարակից տարածքը, տեղադրվում եւ փորձարկվում են հոսանքի մալուխներն ու ջեռուցման համակարգը։ Վերջին տարիներին շահագործման հանձնված այս տիպի զինավանները արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը, հավաքվում են սեղմ ժամկետներում, ապահովված են բոլոր հարմարություններով, ընդཐུպ միջև օրթոպեդիկ ներքնակներով։ Լիովին համապատասխանում են պաշտպանական գերատեսչության սահմանած պայմաններին եւ չափորոշիչներին։ Ընդգծեմ, որ մոդուլային կառուցատարերով կառուցված զինավանները աչքի են ընկնում, առանձնանում են իրենց ջերմամեկուսացման բարձր մակարդակով, իրանց կառուցման արագությամբ, հարմարավետությամբ։ 20 աշխատանքային օրվա ընթացքում ավարտին ենք հասցրել զորանոցի կառուցումը։ Բոլոր հարմարությունները նախատեսած, ամեն ինչ։ Ինչը որ կապիտալ քարի շինություններում է, ամեն ինչ այս զորանոցներում լինում է։ Մեկ այլ զորամասում ավարտին են մոտենում հիմնովին նոր ճաշարանի շինարարական աշխատանքները։ Տիպային կառույցը ապահովված է լինելու բոլոր անհրաժեշտ արտադրամասերով, սննդամթերքի պահպանման եւ ճաշապատրաստման համար անհրաժեշտ խորհրդական արդի սարքավորումներով։ Նախատեսված են ամենաբարձր մակարդակի թե օդափոխության համակարգը, թե ընդհանուր ինքը որպես տեսակ ճաշարանի ամենաբարձր արդիական ճաշարաններից է։ Բանակում իրականացվող այս եւ մյուս շինարարական աշխատանքներին հետևում եւ դրանց ընթացքը վերահսկում են Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության աշխատակիցները։ Վարչության պետ Արթուր Սողոմոնյանը վստահեցնում է, կառուցվող բոլոր շինություններն անխտիր անցնում են փորձաքննություն եւ համապատասխանում են անհրաժեշտ չափորոշիչներին։ Շինարարական աշխատանքների ընթացքում իհարկե մեծ ուշադրություն կա եւ տեխնիկական հսկողության կողմից եւ նաև վարչության աշխատակիցների կողմից, որոնք լրացնում են տեխնիկական հսկողության կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքները։ Արթուր Սողոմոնյանի հետ համամիտ են հայր եւ որդի Սուչյանները։ 15 տարի առաջ ժամկետային զինծառայությունն ավարտած Սերոփը նկատում է, այն ժամ իրենք չէին կարող պատկերացնել, որ տարիներ անց զինվորների համար կապահովեն նման բարեկեցիկ պայմաններ։ Իմ ժամանակներն ու իմ ժամանակներում շատ տարբերություն կա։ Հիմա ամեն ինչը բարելավել է։ Շարունակելով խոսքը, շինարարը ընդգծում է. բանակը մեր համընդհանուր հպարտությունն է, բանակին ծառայելը պատիվ է ոչ միայն զինվորականների, այլև շինարարների համար։ Մեկովս տրված է ինչ-որ մի լավ բան ունենք, ինչ էլ անում ենք, մեր հայ զինվորների համար ենք անում, մեր ողբրտիքի համար, մեր օպակա սերնդի համար։ Սերոփի խոսքն ու կարծիքը կիսում են նաև բանակի կարիքների համար նախագծային եւ կառուցապատման աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Բոլորը սրտացավ են։ Շատ կարևոր գործ ենք անում, ազգանվեր գործ ենք անում ու մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում մեր գործին։ Հայ զինվորը մեր անվտանգության երաշխավորն է, որի համար մենք ամեն ինչի պատրաստ ենք ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի նրա պայմանները դառնան ավելի բարեկեցիկ։
Ներկայացվածը կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության համակարգված հսկողության ներքո իրականացվող աշխատանքային գործընթացի մի փոքր մասն է միայն։ Արտուր Սողոմոնյանը ավաստիացնում է, Պաշտպանության նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում գտնվող շինարարական աշխատանքների ծավալի ընդլայնմանը զուգահեռ զինված ուժերում այս տարի ավելանում են զինծառայողներին բարեկեցիկ պայմաններ ապահովող զինավանները, զորանոցները, սպորտհրապարակներն ու ճաշարանները։ Նրսես Սիվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Եվ վերջում նորացված ու թարմացված բովանդակությամբ հայ զինվոր պաշտոնաթերթի մասին։ 1993 թվականի ապրիլից առ այսօր մեր թղթակիցները հոդվածներ են գրել եւ շարունակում են գրել, պատմելով զինվորների ու սպաների առօրյայի մասին եւ ոչ միայն։ Թերթի առաջին ընթերցողը հենց շարքային զինվորն է։ Տպագրությունից կարճ ժամանակ անց այն հասնում է բոլոր զորամասեր։ Այսօր պաշտոնաթերթը զարգացման նոր փուլ է թևակողել։ Պահպանելով ավանդույթները, հայ զինվորը ընթերցողին է ներկայանում ավելի ընդգրկուն բովանդակությամբ, նոր խորագրերով ու ասելիքով։ Հենց այս պահին տպագրվում է հայ զինվոր շաբաթաթերթի հերթական համարը։ Իսկ այս մեկն առաջինն է, որ լույս է տեսել 1993 թվականին, եւ կարելի է ասել, որ այս պաշտոնաթերթը բանակի տարեկիցն է։ Սա հայ զինվոր պաշտոնաթերթի առաջին համարն է։ Խմբագիր սրբագրիչ Հասմիկ Մադոյանը թերթում է հայ զինվոր պաշտոնաթերթի առաջին համարն ու հիշում, առաջին հրապարակումները լուրեր էին պատերազմի մասին, իսկ խաղաղ բանակաշինության տարիներին թղթակիցները գրի առան սպաների, զինվորների ու կամավորների մասին։ Կարճ ժամանակ անց հայ զինվորը դարձավ բանակի կենսագիրը, խոսափողն ու գաղափարախոսը։ Արդեն շուրջ 3 տասնամյակ է, որ հայ զինվոր պաշտոնաթերթը պահպանում է իր հստակ դիրքը, կանգնելով զինվորի կողքին։ Այս տարիների ընթացքում հայ զինվորը մշտապես հավատարիմ է մնացել իր սկզբունքներին, դրսևորելով մասնագիտական բարձր որակ եւ խորապես գիտակցելով յուրաքանչյուր տառի ու բառի կշիռն ու պատասխանատվությունը։ Այս տարիների ընթացքում գերազանց ծառայության աչքի ընկած զինվորներն ու սպաները չեն վրիպել թղթակիցների ամենատես աչքից։ Լրագրողները գտել, զրուցել ու հոդվածներ են տպագրել նրանց մասին, ներկայացրել որպես լավագույն օրինակ։ Չէ՞ որ հայ զինվոր հանդեսի առաջին ընթերցողը հենց շարքային զինվորն է։ Տպագրությունից կարճ ժամանակ անց շաբաթաթերթը հասնում է բոլոր զորամասեր։ Անի որ բոլոր զորամասերում, ինչպես նաև մեր զորամասը ամեն շաբաթ ստանում է հայ զինվոր շաբաթաթերթը, մենք սիրով կարդում եւ տեղեկանում ենք զինվորական իրադարձություններին, հաճելիորեն զարմացա, որ ճամբարային հավաքների ընթացքում նույնպես հնարավորություն ունենք ընթերցելու հայ զինվոր շաբաթաթերթը։ Կազմավորման առաջին տարիներից հայ զինվորի համար հոդվածներ է հեղինակում նաև մայոր Ալիսա Ալավերդյանը։ Առաջինը գրել է ուսանողության տարիներին, 30 տարի անց անկեղծանում է, հպարտ է, որ հայ զինվորի մի մասնիկն է։ Այս տարիների հեռավորությունից կուզենայի միայն ասել, որ հայ զինվոր թերթը հենց զինվորի պատվախնդրությամբ, զինվորի պատասխանատվությամբ ու նվիրումով է իր գործը արել, ու նույն ոգով էլ այսօր շարունակում է նույն նվիրումով։ Իր գոյության ավելի քան 32 տարիների ընթացքում հայ զինվորը մի քանի անգամ տեսքի եւ ձևաչափի փոփոխություններ է կրել, փորձել են քայլել միշտ ժամանակին համընթաց եւ այս տարի եւս կատարել ենք վիզուալ եւ բովանդակային մի շարք փոփոխություններ, հանդեսը ավելի գրավիչ, հետաքրքիր եւ ժամանակակից դարձնելու համար։ Այսօր հայ զինվորը զարգացման, վերափոխման ու բարեփոխման նոր փուլ է թևակողել, պահպանելով ավանդույթները ընթերցողին ներկայանում է ավելի ընդգրկուն բովանդակությամբ, նոր խորագրերով ու նոր ասելիքով։ Թերթի խմբագիր Գայանե Պողոսյանը հատկապես սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչներին տեղեկացնում է, հայ զինվորի լրագրողները գուցե շուտով ձեր տուն էլ գան։ Երկիր պահող մեր շները խորագիրը անպայման անդրադառնալու է նաև ձեզ, անդրադառնալու է այն մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ, իրենց աշխատանքով, իրենց խիզախությամբ անառիկ են պահում մեր երկրի դարպասները։ Ես ուզում եմ խոսել նաև երկրի մարդիկ, երկրի ուժը խորագրի մասին։ Այս խորագրի ներքո մենք անդրադառնալու ենք օրինակելի ընտանիքներին, այն ընտանիքներին, որոնք բազմանդամ են, որոնք ունեն մի քանի զինծառայող բանակում, զինվոր, սպա կամ պայմանագրային։ Այս խորագիրը գալիս է վերահաստատելու, որ պետության հենասյուները օրինակելի ընտանիքներն են, թղթակիցների ուշադրության կենտրոնում են լինելու նաև պարտադիր զինվորական ծառայության տարիներին օրինակելի վարքով աչքի ընկած այն տղաները, որոնք զորացրվելուց հետո չեն համալրել տարագիրների շարքերը, շարունակել են ապրել իրենց ծննդավայրում ու սկսել աշխատել կամ ստեղծագործել ի հեճուկս բոլոր դժվարությունների։ Նրանք խեցեգործներ են, փայտագործներ են, հացթուխներ են,
Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնք կարողացել են հաջողել իրենց գործում, եւ մի հաջողության պատմություն խորագիրը ձեզ կպատմի այդ մարդկանց հաջողությունների մասին եւ կարծում եմ կողոքեվորի եւ կխանդավառի ձեզ։ Այս խորագրի ներքո տեղ են գտնում հարցազրույցներ մտավորականների հետ, նրանք պատմում են իրենց մտորումների ու խոհերի մասին, կիսվում նաև խորհուրդներով։ Այս խորագիրն այսուհետ առավել ընդգրկուն կներկայանա եւ կխոսի նաև մարզերում ստեղծագործողների մասին, դառնալով ինքնադրսևորվելու յուրահատուկ հարթակ։ Հայ զինվորի ստեղծագործական թիմը իր ընթերցողին, այսինքն զինծառայողներին խոստանում է, որ ավանդական խորագրերի կողքին լինելու են պատմություններ նաև բանակի զինվորների սպաների առօրյայի ու ոլորտին վերաբերող օրենսդրական բարեփոխումների մասին։ Ի դեպ, հայ զինվորի հոդվածները կարելի է կարդալ նաև առցանց, մուտք գործելով milmedia.am կայք։ Տաթևիկ Աբրահամյան, Հովանես Գրիգորյան, Զինուշ։ Գուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ։ Չեմ հարմարվում։ 2 ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դյա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի։ Փողը շատ գործնել նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի 2 առաջարկ արել են։ Բայց չեմ հարմարվում, 2 շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Ուշադրություն, գրոհի առաջ։ Պարոն գնդապետ, որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայությանը։ Գումարտակ, ավսար, զգազ, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում Զինուժներ, մենք ամփոփում էինք անցնող շաբաթը, բանակային նորություններին հետևեք նաև առցանց սոցիալական մեդիա հարթակում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, նույն տեղում, նույն ժամին, կրկին առանձնացնելով եւ ամբողջացնելով զինված ուժերի առօրյային վերաբերող թեմաները։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։